Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը Ալիևը հասցրել է ՄԱԿ, ահազանգում է քաղաքական վերլուծաբան Հարութ Սասունյանը։ Ես երկար տարիներ ՄԱԿ-ում աշխատել եմ որպես NGO։ Ամերիկահայ հրապարակախոսը ենթադրում է, Հայաստանում շատերը չգիտեն, բայց անհրաժեշտ է, որ իմանան։ 2023 թվականին պաշտոնական Բաքուն երկու դիմում է հասցեագրել Միավորված ազգերի կազմակերպությանը, ակնկալիքով, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները աջակցեն Արևելյան Հայաստանի տարածքում արևմտյան Ադրբեջան կառուցելու ծրագրին։ ՄԱԿ-ի process-ն է այդպես է, որ այդ նամակները ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարը ուղարկի ՄԱԿ-ի անդամ մոտ 193 երկրներին։ Ուրեմն հիմա աշխարհով մեկ այդ հարցը բարձրացրել են։ Ալիևն աշխարհի աջակցությունն է ուզում արևմտյան Ադրբեջան ծրագրի համար, Հայաստանի իշխանությունը թե մի անհանգստացեք, դա իրենց ներքին լսարանի համար է, նկատում են վերլուծաբանները։ 193 երկրների գնաց, եւ այդ ներքին լսարան չի այդ 193 երկրները, եւ նաեւ անցաշաբթվա Վաշինգտոնի կոնգրեսի սրահներում այդ խորհրդաժողովը այդ ներքին լսարան չէ, եթե ներքին լսարաններ միայն գանային Բաքվում եւ վերջ, բայց այդպես չի։ Հարութ Սասունյանը հիշեցնում է, հենց Ալիևի հովանավորությամբ է գործում արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Բաքվում գրասենյակ է բացվել այս համայնքի համար, գործարկվել է մեդիա հարթակը արևմտյան Ադրբեջանի թեզերը հնարավորինս տարածելու նպատակով։ Դեսպանները արևմտյան Ադրբեջան ծրագրով միջազգային միջոցառումներ կազմակերպելու գործին են լծվել։ Հարցը ԱՄՆ կոնգրես հասցրին, իսկ դրանից առաջ փառատոն կոնգրես էին հրավիրել Նախիջևանում։ Արտաքին թշնամին մի քայլ է առնում մեր թեմ, Փաշինյանը երբեք չի հակադարձում այդ թշնամի արարքին, այլ քննադատում է ներքին հակառակորդին, այսինքն Հայաստանի ժողովրդին։ Հարութ Սասունյանը աբսուրդ է որակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե քանի ազգային ժողովի քանի դեռ ԱԺ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշները, հայլային սկզբունքով ապրելու է արևմտյան Ադրբեջանի ծրագիրը։ Կամ եթե մենք ուզում ենք Արցախ վերադառնալ, իրենք էլ ուզում են Հայաստան գալ։ Ոչ, այդպես չի։ Իրենք այդ հարցը բարձրացրել են 30 տարի առաջ, 35 տարի առաջ, որ նախքան Արցախահայերը Հայաստան եկել էին եւ Արցախը իր դեղում էր, ամեն ինչ լավ էր։ Հարութ Սասունյանը նկատում է ՄԱԿ-ին ուղղված դիմումում ադրբեջանցիներն իրենք են գրել։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ստեղծվել է 1989 թվականին, դա Արցախահայության բռնագաղթից շատ ու շատ առաջ էր։ իներցիան Ում շահն է սպասարկում Հայաստանի վարչապետը արևմտյան Ադրբեջանի ծրագիրն ու Արցախահայության վերադարձի իրավունքը իրար կապելով։ Ադրբեջանի, որի կոկորդին է մնացել Արցախահայության բռնագաղթը։ Ալիևը դա շատ լավ իմանում է, մեզանից ավելի, որ տեսնում է ինչ որ ասում է, Փաշինյանը ասում է այո, սիրով եւ անում է։ Ուրեմն եթե Ալիևը մենք լինեինք, ինչու պիտի գանք առնեինք եւ ասենք որ այլևս ոչ մի բան չենք ուզում, բավարարված ենք, ոչ, տեսնելով որ ինչ որ ուզում են տալիս է, իրենք ավելի ոգևորվում է Ալիևը, ախորժակ ավելի բացվում է։ Կասկած չունի Հարութ Սասունյանը, որ 300,000 ադրբեջանցիների հավանական բնակեցումը լիակատար աղետ կլինի Հայաստանի համար։ Խոսքն ուղղակի ապրելու մասին չէ, գալու են սեփական դպրոցներ, մզկիթներ, համայնքային կենտրոններ, ոստիկանական ուժեր եւ զորք ունենալու պահանջներով։ Որոշ ժամանակ անց ընտրելու եւ ընտրվելու իրավունք են ունենալու, օրենքներ մշակելու։ Հայոց պատմության դասագրքերն այնպես են փոխելու, որ հանկարծ չվիրավորվեն ադրբեջանցի աշակերտները։ Ամեն առավոտ որ արթնանանք, մի նոր փորձանքի առաջ են կանգնում, մի նոր զիջում։ Կարմիր լույսը վառված է, ասում են վերլուծաբանները։ Հիմնավորում ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը ՄԱԿ հասցնելով Ալիևը հաստատում է։ Արևմտյան Ադրբեջանի ծրագիրը ուղղակի հռետորաբանություն չէ։ Պետականորեն մշակված ծրագիր է, որն իրականացնում են փուլ առ փուլ։ Արփիս Քեսյան, Արմենապրեսյան, Հայլուր։